հայ-ռուսական հարաբերությունները վտանգված են ըստ ձեզ։ Հայ-ռուսական հարաբերությունները բացարձակապես վտանգված չեն, եթե կարող եմ մանրամասնել ինչու վտանգված չեն, որովհետև եթե վտանգված լինեին, տնտեսական աճ չէր լինի, այսինքն Հայաստանի ապրանքների արտահանման թվերը չէին աճի եւ Պուտինն էլ էր դրա մասին խոսում, էլ հենց այդ է հուշում։ Նայեք, բայց դրան զուգահեռ նաեւ աճել են արաբական երկրներ մեր արտահանումները, աճել են եվրոպական երկրներ մեր արտահանումները եւ Ամերիկա մեր արտահանումները։ Շատ լավ, շնորհակալ եմ, նույն հարցը ձեզ, պարոն Մուրադի, հայ-ռուսական հարաբերությունները վտանգված են, թե ոչ, այս այցը ինչ ցույց տվեց այդ առումով։ Գիտեք, պարոն Մողոսյան, պետք է արձանագրել, դուք արձանագրեցիք, ես մի փոքր ավելի բաց եմ, պարոն Լևոնյանը երևի շատ չի հետևել քաղաքական գործընթացներին աշխարհաքաղաքական համատեքստում Վլադիմիր Պուտինի վարքագծին, այդ մարդը հատուկ ծառայություններից է եկել պետական իշխանության եւ իր համար խորհուրդ է հրապարակային այդքան մանրամասն խոսել բարեկամ պետության կամ դաշնակից պետության հետ հարաբերությունների մասին, հա, սովորաբար դա արվում է կուլիսներում եւ հիմա շատ բացվեց, ավելին նաև իրականացավ այն մտահոգությունը, որ ես ունեի ու շատերն ունեին, հա, այն առումով, որ երբ այս իշխանությունները Եվրամիությանը նամակով դիմում են, խնդրում են, որ ընտրություններին գան, օգնեն իբր որոշակի հիբրիդային սպառնալիքներից պաշտպանվելու, դա հրահարելու է մի իրավիճակ, որ Ռուսաստանն էլ է ներքաշվելու մեր ներքաղաքական կյանքում, բաց հրապարակային ընդ որում, եւ դա եղավ Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում։